Մեր մաշկը վնասակար միջավայրին դիմակայելու մի շարք մեխանիզմներ ունի, բայց ցուրտ եղանակին թուլանում եւ դառնում է անպաշտպան։ Սառնությունից նվազում է ճարպարտադրությունը, այսպես ասած թաքուհովից անոթները մեծանում ու փոքրանում։ Ջրալիպիդային բալանսի տատանումներն էլ գումարվում են, չոր ու ճաքճքած մաշկը պատրաստ է լավ միջավայր վիրուսների, բակտերիաների ու սնկերի համար, որոնք կարող են հեշտ հանգիստ ներթափանցել օրգանիզմ, առաջացնելով մի շարք բարդություններ։ Ցուրտ պայմաններում մաշկի առանձնահատկությունները կարող ենք բաժանել երկու խմբի։ Առողջ մաշկ ունեցող մարդիկ, ովքեր որ այդ պայմաններին ենթարկվելու են ու այդ փոփոխությունները բերելու են որ կարող խնդիրներ առաջանան, ինչպես նաև այն մարդիկ, ովքեր ունեն այս կամ այն մաշկային հիվանդություններ, որոնք այդ պայմաններից կարող են սրվել։ Ձմռանը մաշկաբորբերից եւ սրացումներից խուսափելու համար լոգանքը պետք է տևի 10 րոպեից ոչ ավելի, հետո անհրաժեշտ է կիրառել խոնավացնողներ։ Քիմիական վնասները կարելի է բացառել մաշկի առանձնահատկություններին համապատասխան օճառներ, մարմնի գելեր ընտրելով, իսկ հիվանդություններ ունեցողները պետք է բժշկի հետ քննարկեն բուժման մեթոդը, հաշվի առնելով եղանակը։ Հաջորդ նախապայմանը դա հագուստի ճիշտ ընտրությունն է, հագուստի կրելն է լինելու, որտեղ հագուստը ձմեռվա ամիսներին պետք է լինի բազմաշերտ, որպեսզի շերտերի արանքում պահպանված օդը կարողանա այդ ֆիզիկական գործոնների դիմաց որից կանխարգելիչ ազդեցություն ունենա։ Բազմաշերտ հագուստի պարագայում պետք է հիշենք ամենակարևոր կանոնը, այն հագուստը, որը որ անմիջական մաշկի հետ շփում ունենում, պետք է լինի բնական ծագում, սինթետիկ չլինի, ցանկալի լինելու բամբակ է։ Քամու սառը համբույրից շուրթերն են վնասվում, ճաքում, չորանում։ Այս երևույթը կլինիկորեն կոչվում է օթերևութաբանական խեյլիտ։ Մարմնի այս հատվածում ճարպագեղձեր չկան, անոթներն էլ շատ են, ուստի մաշկի պաշտպանական գործառույթը գրեթե զրոական է։ Հոգեբանական առումով կամ ռեֆլեկտոր, երբ որ ունենում ենք ինչ-որ քոր մռմռոց վնասում, մենք ինչ ենք անում, փորձում ենք այդ չորությունը վերացնել լեզվի հպումով կամ շուրթերը թքոտելով, իսկ դա ցուրտ պայմաններում բերելու է նրան, որ լրացուցիչ հեղուկը գոլորշանալու արդյունքում ել ավելի շատ է պրոցեսը խորացնելու։ Բժիշկը հորդորում է շուրթերի չորացման դեպքում օգտագործել հիգիենիկ շրթներկեր, իսկ դեմքի այլ հատվածները պաշտպանելու համար կրել գլխարկ, շարֆ, ձեռնոցներ, տակականջակալներ։ Արևապաշտպանների կիրառումը ևս խրախուսվում է։ Սովորաբար արևապաշտպանները ասոցացվում են միմիայն արևի հետ եւ ամառվա հետ, իսկ արևապաշտպանները պետք է օգտագործենք տարին 12 ամիս, իսկ ձմեռային ամիսներին այդ արևապաշտպանները ոչ միայն արևի անմիջական ճառագայթներից, նաև արտացոլումից, ձյան ծածկույթից կամ ուրբանիզացված քաղաքների պարագայում պատուհաններից, ապակիներից, բետոններից, երկաթային կոնստրուկցիաներից, որ անդրադարձի արդյունքում մենք այլի ուլտրամանուշակագույն ճառագայթներից պետք է խուսափենք։ Բժիշկը հիշեցնում է, ձմռանը մաշկն առողջ պահելու համար պետք է հետևել օրգանիզմում վիտամին D-ի քանակին, քանի որ այս սեզոնին արևը քիչ է, սննդակարգը խառը։ Արամ Մարանդյան, Դավիթ Մաչկալյան, լուրեր։